Գերմանիայում վարչապետը խոսեց շատ կոնկրետ, որ Լեռնային Ղարաբաղ վերադարձի հարցը պետք է փակվի եւ հստակ առաջարկ արեց նաեւ Ադրբեջանին հրաժարվել Արևմտյան Ադրբեջան երկրույթից եւ նաեւ հրաժարվում ենք Լեռնային Ղարաբաղ վերադարձ գաղափարից եւ այսօր արդեն խուսափություն է այստեղ։ Գտնում եք կապ կա այս ամենի։ Կարող է կապ լինել, իսկ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքից հրաժարվողը չի կարող լինել Նիկոլ Փաշինյանը կամ ՀՀ վարչապետը։ Արցախի ժողովուրդը պետք է որոշի վերադառնում է, թե չի վերադառնում։ Այդ իրավունքի տերը։ Տվյալ պարագայում ՀՀ վարչապետը կարող է միայն Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումը ձևակերպել, որը մեզ համար խիստ անընդունելի ու ցանկալի չի, դատապարտելի է, որ Հայաստանի կառավարությունը նման դիրքորոշում ունի, ընդ որում իրավունքները վաճառքի է հանում եւ երկրորդը հավասարության նշան է դնում Արցախի ժողովրդի վերադարձի ու ադրբեջանցիների ճակերտավոր վերադարձի միջև, որտեղ որևէ եզր չկա, այսպես ասեմ, ոչ պատճառների մասով, թե ով ինչպես է լքել իր տունը, ոչ փոխհատուցումների, ոչ ժամկետների, ոչ ծավալների եւ ոչ իրավական հիմքերի առումով։ Ճիշտ թե շատ կարող է քննարկելի լինել, համադրելի լինել ադրբեջանահայության վերադարձը եւ Հայաստանում ապրած ադրբեջանցիների վերադարձը, բայց քիչ թե շատ, որովհետեւ ադրբեջանահայությունը բռնի գաղթել է ցեղասպանական քաղաքականության հետևանքով, Հայաստանի ադրբեջանցիները հանգիստ առանց որևէ բռնության, առանց որևէ սպառնալիքի իրենց կամքով հեռացել են Հայաստանից։ Պարոն Բեգլարյան, բայց դա որքան էլ անընդունելի լինի, որ ոք իշխանությունները մեն իրենց տեսակետ այսօր մենակ այդ մանդատը բանակցություններ տանելու թեկուզ արցախցիների վերադարձի հետագա ճակատագրի հետ կապված միայն իրենք հաստատի ունեն պաշտոնական բանակցություններ կարել։ Դրա համար եմ ասում, որ դատապարտելի է, բայց մանդատը իրենք չունեն։ Խնդիրն այն է, որ իրենք արդեն մանդատից են հրաժարվել։ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելով հրաժարվել են, բայց այլ կերպ եթե մեկնաբանենք, օրինակ Արդարադատության միջազգային դատարանի հրամանը վերաբերում է ամբողջ միջազգային հանրությանը, այդ թվում Հայաստանին, ընդ որում Հայաստանի դիմումի հիման վրա է դա ընդունվել։ Այսինքն տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ասում է, ես չեմ կատարում դատարանի հրամանը եւ նաեւ իմ դիմումի հիման վրա ընդունված հրամանը եւ մի հատ էլ արդարացնում է ցեղասպանությունը։ Պարոն Բեգլարյան, ինձ նաեւ հետաքրքիր ներողություն ձեր տեսակետը դիրքորոշումը, եթե չեմ սխալվում, այս մասին չեք խոսել, ինչպես օրինակ վերաբերվեցիք, երբ որ Արցախի թեմի առաջնորդը հանդիպում ձեռք էր սահմանի Նիկոլ Փաշինյանը։ Դրա մասին խոսել եմ, հրապարակային գրառում եմ արել, բայց եկեք շենքի թեմային անդրադառնանք, որտեղ հիմա դրա համար ենք այստեղ հավաքվել։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ամեն դեպքում երեկվա հայտարարությանը, արդյոք ադրբեջանական կողմը սա կընդունի գիտություն եւ եթե ընդունի, ինչ տեղի կունենա։ Իրենց հարցրեք, այսինքն միգուցե նաեւ պայմանավորվածության արդյունք է, որ վաղ թե ուշ պետք է այս շենքի հարցն լուծվի, չեմ կարող ասել, բայց միգուցե նաեւ իգիտություն չեն ընդունում, այլ ողջունում են։ Սովորաբար նման խոզարկություններին հաջորդում են ձերբակալումներ, կալանավորումներ, չեք կարծում այս պարագայում կմի եւ մասնավորապես Արցախի նախագահի։ Կարող է լինել։ Այսինքն վաղուց քաշքշում են, տարբեր քրեական գործերով, տարբեր կարգավիճակներ են տալիս Արցախի պետական պաշտոնյաներին, այդ թվում հիշում եք Դավիթ Գալստյանին տևական ժամանակ անհիմն ապօրինի կերպով ձերբակալեցին, հետո կալանավորեցին եւ այլն։ Այսինքն միանշանակորեն հավանականությունը բարձր է։ Պարոն Բեգլարյան, իսկ այս ճնշումները կազդեն կամ ինչպես կազդեն Արցախ հավաքական վերադարձի ձեր դիրքորոշման հետ նկատի ունեմ նաև Արցախի պաշտոնյաների։ Ես պաշտոնյա չեմ, ես ուղղակի հանրային հասարակական գործիչ եմ, իրավապաշտպան, իմ դիրքորոշման վրա չի կարող որևէ կերպ ազդել որևէ հանգամանք։ Ես ուզում եմ վերադառնալ ու ես տեսնում եմ, որ իմ բազմաթիվ հայրենակիցներ ցանկանում են վերադառնալ, բայց դրա համար պետք է պայմաններ ստեղծվեն, իսկ պայմաններ ստեղծելու համար պետք է Հայաստանի Հանրապետությունը
պաշտոնապես միջազգային հանրությունում այս հարցը բարձրացնի, այդ թվում Ադրբեջանի հետ բանակցություններում։ Պարոն Բեգլարյան, բայց Նիկոլ Փաշինյանը նշում է, որ այդ հարցի վերաբացումը իր գնահատմամբ վերաբացումը, որտեղ իր համար դա փակ է, վերաբացումը հղի են նոր պատերազմով, նոր զոհերով, նոր զրկանքներով։ Ինչու՞։ Դե հավանաբար մտածում եմ, որ միայն պատերազմի միջոցով է հնարավոր վերադարձնել։ Ինչու՞։ Դե իրեն հարցրեք։ Ասում է, որ խոսում է վերադարձի մասին, Արցախը վերադարձնելու, իրենք կողմ են պատերազմում են տեսել։ Դե ինքը շատ սխալ հերթական մանիպուլյացիան է անում, ոչ մենք կողմ ենք արդարությանը եւ իրավունքների պաշտպանությանը։ Ուզում եմ հասկանալ Նիկոլ Փաշինյանը երբ ստորագրում էր միջազգային դատարաններին ուղղվող հայցերի տակ կամ իր կողմից լիազորվում էր այդ հայցերը, ինքը չէր մտածում դրա մասին։ Ինքն է համաձայնությունը տվել, որ դատարանի նման հայց ներկայացնեն մեր տեղահանումից հետո 23 թվականի հոկտեմբերին։ Ուզում եմ հասկանալ կամ միջազգային պարտավորություններ ստանձնելիս, օրինակ փախստականների մասին կոնվենցիան, երբ Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է, ու սահմանադրությամբ է պարտավորությունները ստանձնել իրավունքների հետ կապված։ Այդ կոնվենցիայում հստակ գրած է, որ փախստականները վերադառնալու իրավունք ունեն եւ հյուրընկալ պետությունը պարտավոր է առավելագույնը կատարել նրանց վերադարձի համար։ Մենք չենք ասում պատերազմեք, մենք ասում ենք քաղաքական օրակարգ բեր այդ հարցը եւ միջազգային դատարանի հրամանը կատարելու համար դիմիր միջազգային համապատասխան կառույցներին ու պետություններին եւ ասա, որ այս հրամանը Ադրբեջանը անբարեխիղճ կերպով չի կատարում։ Ուզում եմ հասկանալ, սա արդյոք պատերազմ է, թե չէ։ Այսինքն սա նշանակում է, որ ինքը իրավունքները ոտնահարում է, ինքը իր պարտավորությունները չի կատարում, այդում անձամբ իր ստանձնած պարտավորությունները դատարան դիմելու հիմքով։